Մերոնք կետայեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մի քիչ դադարը շատ եղավ այս անգամ, բայց խնդիրների խնդիրը թերևս մեր իրականությունն է, երբ ոչ թե թևաթափ լինում, այլ չգիտես ինչ ասես, կամ չես ուզում ասել, քանզի քու խոսքով կարող ես ավելի շատ գուցե վնաս տալ։ Այնուամենայնիվ իրականության հետ պիտի առերեսվենք։ Որոշ մարդիկ կամ ոմանք, չգիտեմ, օգտատերեր են, դեմքները չի երևում, սովորաբար կեղծ, այսպես ասած, գրողներ են, ասում են դուք ինչ եք ուզում ես Սուրեն Սարգսյանից, դա Լևոնամեռ է։ Մի ուրիշն էլ ասում է, չգիտեմ, մեղատեր Աստված Նիկոլամեռ է։ Ես հայրենիքամեռ եմ, ով մտքի տիտաններ։ Հայրենիքը միշտ ավելին է, քան որևէ այլ երևույթ։ Ըստ այդմ, որպեսզի այսօրը հասկանանք, գնահատենք դրա դրական ու բացասական լինելը, պիտի էլի պատմությանը զոր տանք։ Լևոն Տեր-Պետրոսյանը ճշմարիտ ելք էր առաջարկում, բայց այդ ճշմարիտ ելքի համար նրան բոլորը մեղադրեցին թուրք եւ սիոնիստ լինելու մեջ։ Ինքը իր մեջ, իր ներսում չունեցավ այն քաջությունը, ցավոք սրտի, որ բոլորին գրողի ծոցն ուղարկեր, եւ այն հարցը, որ այսօր մեր անհաղթ ակլորը Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով խաղաղության պայմանագրի տեսքով փորձում է լուծել, այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի լուծեր։ Ցավոք սրտի չգիտակցեց մի բան, լինելով մեծ գիտնական, որ իր գործը հանուն երկրի ու պետության թեկուզ զոհվել է։ Թեկուզ, որ ասում է ամեն ինչ լինել է, բայց ոչ երբեք երկիրը տալ բախտախնդիր մարդուկներին։ Սա էր իրականությունը։ Էլի Տեր-Պետրոսյանը պիտի ասեմ, որ ամբողջ իրականությունը չէր ասում։ Պատերազմ թե խաղաղություն իր հայտնի հոդվածով, ինչը ինչպես պիտի տանք եւ խաղաղությունը, այսպես ասած, պայմանագրի թղթի տեսքով ունենանք, ամբողջական ճշմարտություն չէր ասում, քանզի այնպես չի, որ թուրքերը դրան համաձայն էին։ Բայց այն ժամանակ մենք հաղթած կողմ էինք, մեր հնարավորությունները շատ էր, հետագայում այլևս այդ հնարավորությունները սկսեց պակասել։ Հետո ասպարեզ եկան այն մանր գողերը, Քոչարյան Ռոբերտի եւ Սերժիկի եւ Դաշնակցության տեսքով, իդեպ ինչն էր հետարքիր, ամենաշատը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը թուրք է, գոռում էին դաշնակցականները։ Դրանք չգիտեմ, դրանց այդ ղեկավարությունը ինչ էր, այն ամեղ շարքային ազնիվ մարդկանց կամ մոլորվածներին բան չունեմ ասելու։ Եվ ամենամեծ վնասը հենց դաշնակցությունը հասցրեց Հայաստանի Հանրապետությանը եւ իր ազնիվ ժողովրդին, որ ամեն ինչ արեց այդ ժողովուրդը, այն որ ասում է գիշերները չքնեց, ահա եղբայր քեզ մի դրոշ, որ իմ ձեռքով գործեցի։ Իր ձեռքով տատու պապերից բռնած գուլպաններ էին գործում, մայրերն ու հարսները քարտով հաց էին առնում, որպեսզի մենք այդ հաղթանակն ունենանք, հաղթանակն ունեցանք, մենք այնտեղ կռվում էինք, դաշնակցությունը այստեղ միտինգ էր անում։ Այդ որ ասում են, վայ, ոնց կլինի, այնտեղ պատերազմ, թքած ունեին այդ ամենի վրա։ Հետո Քոչարյան Ռոբիկի հետ շարունակվեց, հետո էլ Սերժի հետ, այն դժբախտության կուլմինացիան, որ բերեցին սրանք։ Ինչ էր դա։ Բանակցել այն նույն թեմաներով, ինչին մասին առաջարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը ու ոչինչ չանել, ժամանակ ձգել։ Ժամանակ ձգելը կհասկանայինք, եթե զուգահեռաբար մեր գիտնականները ստեղծեին, ոչինչ չստեղծեցին։ Ընդհակառակը իրենց լակոտների համար ունեցվածք ապահովագրեցին։ Փողը ստուր, թքեմ հողիդ վրա, թքեմ հայրենիքիդ վրա։ Սա է դաշնակցության Քոչարյան Ռոբերտի, Սերժիկ Սարգսյանի եւ մնացած այն մարդկանց կարգախոսը, ովքեր մաս կազմեցին այդ իշխանություններին։ Նեղանան, չնեղանան, այն մեկը կա։ Ոնց են դրանց գեներալ տվել այդ փալաստերին, չգիտեմ, դահակի մի հրան։ Հիմա ասում է, որ Սերժիկ Սարգսյանն ասեց, որ մենք պիտի ընտրենք Նիկոլ Փաշինյանին։ Այդ հեչ, այդ որ ասելա, առանց քո ասելու էլ, բացահայտելու էլ մենք գիտենք, դու են ասա։
Արժանապատվությունը դուր է գեներալ լինելով ինչու ես փախել։ Այդքան շիտակ տղա էր ասել ես ես ազգի գեներալն եմ, այսպես ծառայել եմ ազնվորեն։ Ու այստեղ եմ եկեք ինձ դատեք։ Չէ, ձեզ որտեղից։ Այդ միլիարդ դոլարների հնարավորությունը որտեղից։ Այս ժողովրդի այն պարտության գինը ձեր ու ձեր լակոտների գրպանում է։ Ոչ անհայտ Արայիկ Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, այս մասին գրել է այսպես, էլի, որ առաջին նախագահը ինքնասիրահարված գնաց մնաց հաղթող, այն երկուսը չարեցին, Նիկոլ Փաշինյանը համարձակություն ու մեծ սխրանք է գործում, որ այդ պայմանագիրը կնքում է։ Սկսենք նրանից, այդ Արայիկ Հարությունյանը եւ մյուսները ինքան պատասխանատվության զգացում չունեն, Երևանի փողոցներում տգետ գրված է։ Դուք ձայներ եք կտրեք, թե ով ինչ է արել։ Լավ է արել, ձեզ ինչ։ Դուք դրանցից լավը չեք մեծ հաշվով, ձեր մոտեցումներով։ Նիկոլ Փաշինյանը նրանցից լավը չի, երբ անհաղթ աղքլորի պես նստում է իր չիրականացրած երազանքները փորձում իրականություն դարձնել։ Կնոջս հետ մի հատ ձեզ դաստանք։ Դու լավ է։ Կրթությունը, չգիտեմ, նորաձև է։ Չէ, մարդիկ հոգնել են, զզվել են այդ վիճակից եւ բլոգեր խաղալը վարչապետի գործ չէ։ Բլոգերություն անելը վարչապետի գործ չէ։ Գնացեք յուրաքանչյուր հասարակ մարդու փողոցում հարցրեք, արա դե զզվացրեց էլի, այս ինչա, իր գործը չի դա։ Բայց ձեր ընկալումների պատասխանը մեկ օր կստանաք։ Գուցե ինչ տեսքով ժամանակը ցույց կտա, բայց որ մեկ օր կստանաք այդ հաստատ։ Հիմա գանք այն իրականությանը, որ անհաղթ աքլոր Նիկոլ Փաշինյանը արեց։ Այո, այդ սահմանը պիտի գծվեր։ Այդ սահմանը դեռ այն ժամանակ պիտի գծվեր, երբ դաշնակցությունը դա թույլ չտվեց, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վախեցավ, երբ Քոչարյան Ռոբերտն ու Սերժիկ Սարգսյանը միլիոններ ու միլիարդներ սարքեցին, այս թշվառը տարապած ժողովրդի հաշվին։ Ես նախորդ անգամ ասացի, երբ այն իրենց նախագահ հռչակած ոչ մի բաները Արկադի Ղուկասյան, Բաքու Սահակյան, չգիտեմ Արայիկ Հարությունյան, այնքան տղամարդ չեղան, այնքան ընկալում չունեն, որ մի ամբողջ երկիր արյան գնով ձեռք բերած իրենց վատ ղեկավարման կամ իրենց վինտիկի մաս դառնալու արդյունքում հանցագործ ռեժիմի կորցրեցին։ Այնքան տղամարդ չեղան մի ինքնաձիգ դնեն ճակատներին սատկեն։ Գետինը մտնեն, չէ, թալանհացը վայելելու խնդիր ունեն։ Իրենց լակոտները հիմա դեռ Երևանում տներ են շինում, սիրուհիները բանը, իրենց թողած հնարավորությամբ։ Իրենք էլ հույս ունեն, կգան կասեն ինչ է եղել որ։ Զորովարածը արած չի։ Ու կշարունակեն ապրել ու վայելել իրենց միլիոնները։ Սա է իրականությունը։ Հիմա գանք այդ խաղաղության պայմանագրին։ Ահա որ դժվար է։ Ծանր է։ Ծանր է մի մարդու կամ մարդկանց համար, ովքեր փառավոր հաղթարշավ են տեսել։ Էլ չեմ ասում նրանց համար, ովքեր այդ հաղթանակը իրենց ձեռով են կրել։ Այդ անկախության պայքարը իրենց տառապանքներով, իրենց երեխաների, իրենց ընտանիքների տառապանքով են կնքել։ Բայց ասեմ դες այդ խաղաղության պայմանագիրը պարտավոր է։ Պայմանագիր կոչվածը, ելի եմ ասում, մեր սրտից չի գուցե։ Մենք այդպիսի պայմանագիր չենք երազել։ Եթե 30 տարի առաջ արվեր, այլ պայմաններ կլիներ, հաղթածի հոգեբանությունը տրամաբանություն կլիներ։ Ցավոք սրտի մենք այստեղ այդ պայմանագրում լիքը խոցելի կետերել կան, բայց եկել ծեծել են էսեն մի կտորնա, որ դեռ այս պահին կարող ենք ժամանակ ձգել, որ պահին թնդանոթները որոտացին, որովհետև պայմանագիր չի աշխատելու, բայց թնդանոթ թոտվել է պետք, այդ պայմանագիրը, այդ շունչը պիտի մեզ տա, որ հասկանանք ինչ ենք անում։ Այլ խոսք է, որ մեր անհաղթ աքլորը, որ անընդհատ ծուռուղ է անում, ընկալման խնդիր ունի, այն ընկալման, որ չի կարող, ճիշտ է, այդ թուրքերի հետ իր հարցազրույցում, թուրք լրագրողների հետ կարողացավ մի քանի բան ասել, այնուամենայնիվ բարձրադայնեց, անգամ արևմտյան Հայաստան արտահայտությունն արեց, անգամ ասաց, որ Ադրբեջանի սահմանադրությունում էլ կան կետեր, որը մեր տարածքային ամբողջականության ոտնահարում է նշանակում եւ այլն, ասաց որոշ հարցեր բարձրադայնեց, բայց երբ իր այսպես չակերտների մեջ փայլուն ուղեղով որոշում է, որ այ
մեր սահմանադրությունը կամ այսպիսի նոր Հայաստան ենք տեսնում, էփած հավի ծիծաղը գալիս է, մի անգամ ինքն ասած խաշած, չէ, էփած, խաշած չի եղել, ասացվածքը այդպեսին չի։ Այնպես ինչպես են Գարշելի ասացվածքը, որի շուրջ պտտվում է, որտեղ հաց այնտեղ կաց, որ ինքը կարող է փոխել թե այստեղ հաց այստեղ կաց, ավելի քան ծիծաղելի է։ Այն բոլոր են նրանք, այդ դաշնակցականները, չգիտեմ, այդ քոչո-մոչոները, բանը, որ իրեն ճղում են, ստախոս են, հայրենադավ են, չեն սիրել հայրենիք սիրեին, մենք այսօրը չէինք ընկնի։ Ավելին ասեմ, հիմա այսօր մեր անհաղթ ակլորը մտածում է, եթե իրականությունը չենք տեսնում, ուրեմն վայ մեզ։ Իսկ իրականությունը հետևյալն է, Ուկրաինայի նման, հո մեր չափ չեն, 40 միլիոնանոց երկիրը, զենք արտադրելու մասին հետ պատերազմյան տարիներին չի մտածել, նոր բան ստեղծելու մասին չի մտածել։ Եվ երբ պատերազմը սկսվեց, աչից ձախից տվեցին այնքան, որ մի օր էլ Թրամփն ասեց գնացեք գրողի ծոցը, էլ չենք տալի, ձրի եմ տվել։ Այսինքն մի պետություն, որ չմտածի սեփական, պաշտպանական միջոցներ ստեղծելու մասին, դա պետություն չի, դա գոմախպել չի, գոմի տեղել չի։ Այսօր անհաղթակլորը մտածում է այդ մասին, թե չէ, հուսով եմ մտածում է։ Թե չէ ինքը կարող է գոմում հայտնվել, բայց հայ ժողովուրդը եւ Հայաստանը չպիտի հայտնվի։ Ինչով է հզոր Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ցույց չեք կարող տալ մի նախագահ, ով դավաճանել է Ամերիկայի շահերին։ Ամերիկայի հզորացման շահերին։ Եկեք այս վերջին տարիների անկախ Հայաստանի իրավիճակը նայեք։ Ով եկավ իր անձնական գրպանը լցեց կամ գնաց հետին պորնիկի պես տրվեց երրորդ ուժին, մեծ աղբորը։ Մեծ աղբերն էլ եւ ընդհանրապես որևէ մեկը որևէ մարմնավաճառի երկար չի պահում։ Հոգնում է դնեկցում։ Այդ մարմնավաճառներին Քոչարյանի Դաշնակի Էսենի տեսքով կարող էին դեր շպրտել, բայց հայ ժողովուրդն է արդյունքում իր լավագույն զավակներին սեղանին իսպաս դնում զոհաբերման եւ ոչինչ չի ստանում։ Մեր չկայանալու պատճառը դա է, ով եկավ, իշխանությունը իր համար ավելի քաղցր էր։ Նույնը մի ամեղ կամ, այսպես ասած, մի ազնվության պակասի պատճառով Նիկոլ Փաշինյանի մենք ունեցանք 44 օրյա պատերազմի արհավիրքը։ Քանզի ես ասել եմ, էլի եմ կրկնում, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը պիտի այն որ հիմա ծաղրտում է դուք այստեղ եք ասել ընտեղ, դա ասել ոչ թե Նայրա Զուրաբյաններին եւ դաշտակ մաշնակներին, թե հիմա ինչ անենք, կռվենք, թե չէ նրանք դել խրոխտաբար ասեին մենք կկռվենք, կամ Տոնոյան Դավիթը որ բանակ ունենք աշխարհը չունի նոր կռիվ, նոր տարածքներ բան, հո Փաշինյանը լավ գիտեր ով ինչ ունի։ Ազնիվ չեղավ, քանզի եթե ասեր ժողովուրդ այս վիճակն է, կամ տալիս եք ինձ մանդատ հանձնենք, կռիվ չանենք։ Կարգավիճակն էլ մնում է անհայտ, սա է իրականությունը։ Կամ էլ պատերազմ է լինելու, ինքներդ որոշեք, կամ էլ ես հրաժարական եմ տալիս։ Բայց իշխանությունը ձեռներ ընկել գեղի տղայացես հիմա զրույց անում, էդ էլ պիտի բանը, այսպես ֆիրմա անի։ Սա է մեր դառն իրականությունը։ Այնուամենայնիվ, այս վերջին օրերի այսպես ասած աժոտաժը, որ բոլորին խառնեց իրար, Ալիևի նկարտումները, որ ուզում է այսա կհարցակվեմ հայերին ես չեմ վստահում բան, մի խնդիր են լուծում։ Ամերիկան իհարկե իր հայտարարությամբ թարս ապտակ հասցրեց Ալիևին, ասաց ձենդ կտրի, դա մեր համար կարևոր է։ Ռուսները դեռ չեն կարողանում հասկանալ Ուկրաինայում ինչ պիտի անեն։ Ալիևի փորացավն ինչ է, որ Հայաստանը իրեն չխանգարի, իրենք խնդիր ունեն ավելի շատ նաև Իրանի հետ։ Իսրայելի ձեռամբ ինքը Իրանի հետ կռիվ ունի։ Այնտեղ, չգիտեմ, մի քանի միլիոն, այսպես ասած, իրենց ադրբեջանցի համարող կա եւ իրենք համարում են, որ դա իրենց հողերն է։ Ալիևի ծավալապաշտական, չգիտեմ, ես ինչ է, կրքերը չեն հանդարտում։ Դրան հանդարտացնելու մի ձև կա, հանգստացնել։ Տվյալ դեպքում ձևերը ես կարծում եմ ժամանակը կորոշի, կհանգստանա։ Իսկ մենք պիտի մեր ակլորներին եւ մնացածին հասկանալի լեզվով ասենք։ Մեր երկիրը, եթե ամեն օր, ամեն րոպե, ամեն ժամ
չհզորացնեք, այդ հզորանալը ասֆալտին ու չասֆալտին զուգահեռ առաջին հերթին մեր գիտական պոտենցիալն օգտագործելն է։ Այսօր, այսպես ասած, կնոպկեքի կռիվ է։ Հայաստանը պիտի պատրաստ լինի իրեն պաշտպանելու։ Արդեն պիտի լինի, երեք պիտի լիներ, առաջի օրը պիտի լիներ։ Չեմ ասում են թշնամիներն ինչ օրին գցեցին։ Բայց հիմա այսօր սա ունենք։ Այդ պայմանագիրը եթե կկնքվի, վատ չի։ Էլի շունչ է, որպեսզի մենք մեր պաշտպանունակությունը շարունակենք կազմակերպել։ Հուսով եմ իշի ականջում քնած չեն օրվա իշխանավորները, երկու անգրագետ տար կարող են փողոցում չտեսնել, բայց հասկանան, որ եթե մի բան եղավ, իրենց էլ ոչ ոք չի ընդունի։ Գոնե այդքանը, չգիտեմ, գիտակցեք էլի, գիտակցեք, միշտ չի որ ճոճքույն բզզի պես պարկած եք մնալու։ Իսկ մենք հայ ժողովուրդը կա եւ լինելու է։ Թող մնացած մտածեն։ Առողջ կացեք։